ցուցմունքների տարբերություններ, նախ այդ ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքների ինչքանով են օրինական կամ այդ բացատրությունները, լավ այսպես ասեմ, այնտեղ տարբեր տեսակի են։ Անվտանգության տնօրինության աշխատակիցը վերցնում է բացատրություն, հանձնաժողովին անգամ չի հետաքրքրում, որ ասի երբ որ ինչ գործ ունես այդ քննչական հասկացանք, լավ բերել եք քննիչ եք նշանակել ձեր անվտանգության տնօրեն, բայց դա չի նշանակում, որ մեթոդները դեպիսի լինեն։ Հանձնաժողովը անգամ չի փորձել աշխատակազմի մասին առայժմ խոսա, համոզված եմ նաև դուք եք, որովհետև դուք եք մասնակից եղել նյութերի կազմանը, չի փորձել անգամ այդ մարդկանց ինքնուրույն լսի, որ հասկանա տեսնի մեթոդները ճիշտ են, թե չէ, սպառնացել են, թե չէ։ Ես օրինակ ենթադրում եմ, եւ որպեսզի օդի մեջ չլինի, դուք ժամանակ ունեք, կարող եք անգամ ձեր որոշումը կայացնելուց հետո էլ դա անել, հրավիրել մարդկանց եւ ուղղակի հարցնել, ասել, լավ, այդ որ գրել ես, որ այստեղ շատ հուզիչ տեքստեր կան գրած, մենք չէինք ուզում, բայց որպեսզի պարգևատրում չստանանք, մենք սա արեցինք։ Մի քանի ընդամենը հարց։ Արդյոք ճանաչում եք հեցի գլխամասում իրացման տնօրինության աշխատակիցների եւ ղեկավարներին, թե ոչ, եւ ինչ հանձնարարական է եղել միշտ ամեն հանդիպման ժամանակ։ Այս երկու հարցը ընդամենը ջարդելու էր իրանց եւ գրած բացատրությունը եւ մնացածը, որովհետեւ ես իմ աշխատակազմի հետ միասին մաքսիմում գոնես մասով հասցրել ենք միջև վերջի տեսուչը բոլոր միջոցներով, որ չի կարելի դա անել, այսինքն եթե ինչ-որ ցանցի պետ ենթադրյալ կարող էր ստիպել, այդ տեսուչները չէին կարող ուղղակի այտենց իրանց ված գալ, բայց ստիպված արեցինք, այս նույն են բանն այդ շատ դեպքերում, որ ասում են դե տուն ենք պահում, ինչ անենք ու գնում են աշխարհի ամենավերջի ապօրինություններին։ Հաշվի առնելով նաև այս ամեն ինչը, կարծում եմ, որ համոզված եմ, որ չի ցանկացել հանձնաժողովը, այսպես ասած, ճշմարտությունը վերհանի եւ ժողովրդին կարողանա տեղյակ պահել, թե ինչ է արել։ Բեա համակարգի հետ կապված հանձնաժողովի աշխատակազմը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ համակարգը ամբողջությամբ ներդրած է եւ արդեն պատրաստ է, այսպես էքսպլուատացիայի պատրաստ է ամբողջությամբ աշխատելու։ Հերթական սուտը, այսա իրականում պետք է իրենց անուններով կոչել, որովհետեւ բոլորս լավ գիտենք, որ պատճառների մասին չեմ խոսում, կարող են լինել սուբյեկտիվ, կարող են լինել օբյեկտիվ, բայց վերջին հաշվով, եթե 30%-ը հանրապետության չի անցել դեռևս այդ սիստեմին, դա արդեն նշանակում է, որ համակարգը պատրաստ չէ, դուք էլ բոլորը դրա մասին գիտեք։ Դա հաստատում են նաև, որ ընդամենը 1200 բաժանորդ է, 1200 պոչով, բաժանորդ է ընդամենը այդ համակարգից օգտվում իր, այսպես, մտնելու, նայելու եւ այլն, որի շատ փոքր մասը հանրային են, մնացածը բնակություն են։ Հիմա բերել դեռևս այդ, այսպես, նորարարությունները չվերջացրած բերել ասել, որ այս համակարգը սենց պետք է լիներ, իմջալոց մենք նաև կներկայացնենք ձեզ, ստացել ենք հավաստիացումներ պիրամիդայից եւ կասկադից, որ միջև այսօր մարդիկ ասում են հաշվի առնելով, որ հուլիսի կեսերից, այսինքն մեր դուրս գալու ժամանակվանից process-ը կանգնել է, մենք միջև հիմա էլ պնդում ենք, որ դրանք վերականգնման ենթակա են։ Եթե այստեղ մնում է ընդամենը փոքրիկ կետ, որ ինչի չեք ասել, այդ արդեն բացատրեցի, ինչի մասին էր խոսքը։ Ինչի էինք ասել։ Ընդամենը երկու անուն ազգանունի հիման վրա, հարգելի հայրենակիցներ, բերում են մարդիկ սիրուն սարքում են համակարգված։ Նորից կրկնում եմ, ես վերցնում եմ իմ վրա, ես ինքս եղել եմ իրացման տնօրեն, այստեղ նստած է ներկայիս իրացման տնօրենը։ Ես պատասխանատու եմ ամբողջ բլոկի համար, քաղաքականության համար։ Երկու անուն ազգանուն է շեշտ տվել, ինչ-որ մասնաճյուղի պետ տենց էլ հայտնի չդարձավ ով է մասնաճյուղի պետը, որովհետև այդպիսի հաստիկ չունենք, եւ երկրորդը Արտաշատ ցանցի պետ։ Ցանցի պետի տեղակալինը համակարգված համարելը արդեն այդ հանցագործություն չէ, արդեն այլ կարմիր գծեր է խախտում, որովհետև ունենք 53-55 ցանց, բնականաբար այդքան տեղակալ եւ այլն, արդեն կարելի է տեղամասի պետին էլ համարել։ Մի տեղամասի պետին է համարել ամբողջ հանրապետությունում համակարգված։ Որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով, որ տկենը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, համենայնդեպս ճգնաժամի ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեր, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգով մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի
ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, է։ Ես ինքս ուսում եմ առաջարկության սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ-որ տենց պիտակավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ ձեր Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ, այսպես ասած, տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչ Դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ այս չէ, լսում ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արձագանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում դիտարկում եմ դա որպես սպառն։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր եկեք, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ անցնում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամեք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիս որ իմաստով հետո իրենք իրենց էլ հերքում են ասում են դե քաղաքական անձնական է, ջա չգիտեմ ինչ ուզում գրում են եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է վերաբերվում։ Վարույթում կարելի է հնչեցնել տես գնահատականներ։ Վարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացիա։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես, չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանել այս պատասխանը։ Խնդրում եմ օբյեկտիվություն։ Մաքսիմում հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ